Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ փորձել են ապահովել զորակոչիկի ազատումը պարտադիր ժամկետային ծառայությունից կեղծ փաստաթղթերի միջոցով։ Ըստ քննության տվյալների 54-ամյա անձը տեղեկանալով, որ մի կին փորձում է որդուն ազատել բանակից, նրանց հետ համաձայնության է եկել, կազմակերպելով կեղծ սխեմա։ Այն ենթադրել է, որ պետք է նշված անձի որդու փոխարեն մեկ այլ երիտասարդ անցնի բժշկական հետազոտություն, իսկ ստացված տվյալների հիման վրա կազմված փաստաթուղթը ներկայացվի զինկոմիսարիատ։ Միտքը կայանում էր նրանում, որ այդ երիտասարդը նախկինում որոշակի հիվանդության պատճառով ազատվել էր զինվորական ծառայությունից։ Հենց այս կերպ թվացյալ պարզ հանցավոր մեթոդը ծնեց մի քրեական վարույթ, որը բացահայտվեց ապացույցների ահռելի բեռի ներքո։ Զինվորական քչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ վարույթային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 54-ամյա անձը տեղյակ լինելով, որ զորակոչիկի մայրը ցանկանում է իր որդուն վերջնականապես ազատել զինվորական ծառայությունից, այսինքն նմանատիպ նպատակ է հետապնդում, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ մեկ այլ զորակոչիկ նախկինում իրականացված հետազոտություններով արդեն իսկ ոչ պիտանի է եղել զինվորական ծառայության համար եւ հաշվառվել է պահեստազորում, իսկ զորակոչիկի մայրը ցանկացել է որդուն նման հիմքով ազատել զինվորական ծառայությունից, առաջարկել է խորհուրդներ տալու, ինչպես նաեւ նշված գործընթացը կազմակերպելու միջոցով որդուն ազատել հայտարարված զորակոչից։ Որդու փոխարեն առաջարկել է մեկ այլ անձի ներկայացնել բժշկական հետազոտության, ինչը նրա ծնողը համաձայնվել է եւ այնպիսի նախնական համաձայնության գալով այդ նշված հանգամանքի շուրջ զորակոչի ենթակա 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա անձի փոխարեն ներկայացրել են բժշկական հետազոտության այլ անձի։ Նախաքննության պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 30-ին կինը երիտասարդին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինս ներկայացել է որպես կնոջ որդի եւ նրա փոխարեն անցել MRT հետազոտություն։ Բժիշկը չհասկանալով խաբեությունը կազմել է համապատասխան փաստաթուղթ։ Ստացված կեղծ փաստաթուղթը ներկայացվել է զինկոմիսարիատ, նպատակ ունենալով ազատվել ծառայությունից։ Սակայն հանցավորները մեկ բան լավ չէին հաշվարկել։ 2024 թվականի ապրիլի 18-ին կառավարությունն ընդունեց որոշում, որի համաձայն տվյալ հիվանդությունն այլևս չի հանդիսանում ծառայությունից ազատման հիմք։ Եվ հետևաբար, այսքան հանցավոր գործողություններից հետո կնոջ որդին այնուամենայնիվ ճանաչվեց սահմանափակումով պիտանի ծառայությանը։ Զորակոչիկի մայրը իր որդու փոխարեն նախկինում ով ոչ պիտանի է ճանաչվեց եղել զինվորական ծառայությանը, ուղեկցել է համապատասխան բժշկական կենտրոն։ Համապատասխան բժշկական կենտրոնում որդու փոխարեն հետազոտություն է անցել այն անձով նախկինում ազատված է եղել զինվորական ծառայությունից եւ նշված փաստաթղթերը ներկայացրել է տարածքային ստորաբաժանում։ Տվյալ դեպքում հետազոտություն իրականացրած բժիշկը չի գիտակցել, որ այլ անձի է հետազոտություն իրականացնում եւ չգիտակցելով հանդերձ կանցնել է կեղծ փաստաթուղթ։ Արդյունքում նշված հետազոտության ակտը 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա անձը տեղյակ լինելով, որ դա կեղծ փաստաթուղթ է, ներկայացրել է համապատասխան տարածքային ստորաբաժանման հանրապետական զինկոմիսարիատի, որպեսզի զինվորական ծառայությունից ազատվի։ Սակայն քանի որ տվյալ ժամանակահատվածում կառավարության համապատասխան որոշման փոփոխման արդյունքում այն ախտորոշումը, որով նախկինում զորակոչիկը ազատվել է զինվորական ծառայությունից, արդեն իսկ դարձել է պիտանի զինվորական ծառայության համար, ուստի արդեն այդ ներկայացված փաստաթղթով փոփոխման արդյունքում վերջինս ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի։ Գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։ 2024 թվականի ամառային զորակոչի ենթակա անձիդ մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 457 հոդվածի առաջին մասով, կեղծ փաստաթուղթը, կազմված կեղծ փաստաթուղթը օգտագործելու համար այն է, որ մասնավորապես ներկայացրել է տարածքային զինկոմիսարիատ։ Զորակոչիկի ծնողին մեղադրանք է ներկայացվել է քրեական օրենսգրքի 457 հոդվածի երկրորդ մասով, զորակոչիկի ծնողը, ում հետ ներկայացել է համապատասխան բժշկական հաստատություն որդու փոխարեն այլ անձի ներկայացնելով
Նրան նույնպես ներկայացվել է մեղադրանքը քրեական օրենս գրքի 457 հոդվածի երկրորդ մասով, այսինքն որ նրանք խմբով կազմակերպել են փաստաթղթի կեղծումը։ Իսկ 54-ամյա անձը, ով նախապես այդ ամեն ինչի մասին իմացել է, պլանավոր եւ կազմակերպել է, որպես փաստաթուղթ կեղծելու եւ այն հետագայում օգտագործելու համար մեղադրանք է առաջադրվել նրան 457 հոդվածի կրկին երկրորդ մասով, որպես այդ ամեն ինչը կազմակերպող եւ իրականացվող անձ։ Այսպիսով, գործով ձեռք բերված ապացույցները թույլ են տվել բացահայտել եւ կանխել զորակոչի գործընթացը շրջանցելու փորձը կեղծ փաստաթղթերի կիրառմամբ։ Իրավապահ մարմինների հետևողական աշխատանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման խախտումները չեն մնում անպատիժ, իսկ օրինականության ապահովումը շարունակում է մնալ առաջնահերթություն։ Գործը փոխանցվել է դատարան, որտեղ էլ կտրվի վերջնական իրավական գնահատականը։